Արունատվությունը խղճահարության քայլ չէ, այն գիտակից պատասխանատու եւ ուժեղ մարդու ընտրություն է, եւ մենք գուցե երբեք չիմանանք, թե ում կյանքն ենք փրկում, բայց այդ անանուն շնորհակալությունը, որ բաբախում է փրկված սրտերում, այդ անանուն կապը, որ միացնում է բոլորովին անծանոթ մարդկանց, երևի աշխարհի ամենաիրական եւ մաքուր մարդասիրությունն է եւ մեր կողմից հանձնած արունը, այսինքն այդ արունատվությունը գուցե ինչ-որ մեկի վաղվա օրվա լինելու միակ երաշխիքն է։ Ինչ վերաբերում է Հայաստանում արունատվության մշակույթի զարգացմանը, իհարկե շարունակաբար ամեն ինչ արվում է ժողովրդի մեջ մշակույթի այդ արունատվության տոնորության մշակույթ ձևավորելու համար եւ կարծես հաջողություններ գրանցվում են, շարունակ կատարվում են բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, արտագնա արունատվության ակցիաներ, կրթական արշավներ։ Դոնորությունը հաճույք է, մանավանդ սենց դոնորական կենտրոնում ազդել։ Սենց դոնորական կենտրոն ոչ ամենտեղ կա։ Այս ունիկալ կենտրոններից մեկն է, ես ամբողջ աշխարհում եւ մանավանդ սովետական նախկին միությունում պայմանները ստեղ սուպեր, գերազանց են, իմ համար հաճույք է։ Արյունը կյանք է, գիտենք, որ արյան պակաս է լինում, մարդ գտնվում է կյանքի եւ մահվան միջև, այսինքն դա ամենակարևոր բաներից մեկն է արյուն տալը, բացի այդ արյունատվությունը նաեւ պատասխանատու քաղաքացիական քայլ է եւ համայնքին ծառայելու մասին է, հենց դա է պատճառը նաեւ, որ մենք միացել ենք այս նախաձեռնությանը, որովհետեւ շատ կարևոր է, որ երիտասարդները հասկանան, որ բացի սովորական կրթությունից, դասական կրթություն կարևոր է նաեւ քաղաքացիական հասարակությանը ծառայելը, համայնքի մաս լինելը, քաղաքացիական պարտականություն որպես կարևոր է երիտասարդները գիտակցեն դրա կարևորությունը։ Ինչ-որ մեկի կյանքը կարող է կախված լինի հենց քո արյունից, եթե դու հնարավորություն ունես արյունը հանձնելու, ինչ-որ մեկին օգնելու, ինչի չանես։ Ոնց որ կարծում եմ, հատկապես երիտասարդները, եթե ի վիճակի են, ցանկալի է գան ու հանձնեն արյունը։